Վերադարձանք տաղավար, շարունակվում է մեր եթերը եւ ժամանակն է, որպեսզի պատմենք եւս մեկ ցուցադրության մասին, որն արդեն տեղի է ունեցել Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացված էր 6-րդ զգայարան անհատական ցուցահանդեսը Արթուր Դուրգարյանի ստեղծագործություններով։ Հիմա կիմանանք ինչպես է անցել, ինչ աշխատանքներ էին այնտեղ առկա եւ իհարկե ինչ է սպասվում առաջիկայում։ Այո, միասին կամփոփենք արդյունքները նկարչի հետ եւ այսպես մեր հյուրն է, ինչպես արդեն հասկացաք, նկարիչ քանդակագործ Արթուր Դուրգարյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում։ Շնորհակալություն հրավերքի համար։ Սիրով։ Ինչպես եք արթնացել այսօր, ինչպես եք օրը սկսել։ Շատ լավ, շատ պայծառ։ Մի փոքր էս մռայլ եղանակը չի անդրադարձել ձեր։ Ոչ։ Հիանալի։ Շատ լետարքիր, կարծում եմ օրը կանցնի։ Ահա։ Այսօր մենք ունենք հնարավորություն հենց ձեզ հետ ամփոփելու 6-րդ զգայարան ցուցահանդեսը։ Սկսենք հենց խորագրից, ինչու կոչվեց 6-րդ զգայարան։ Փորձեմ բացատրել, ուրեմն ի սկզբանե կար խոսքը, կար բառը։ Մարդիկ սկսեցին հորինել բառերը ըստ իր նշանակության։ Կա ծառ, հորինվեց, իր նշանակության այդ բառը կա, սար կամ ջուր, եւ մարդիկ սկսեցին միմյանց հետ շփվել այդ բառերով։ Առաջացավ սոցիում հասկացողությունը։ Եվ այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը, երբ որ նույն բառային այդ սիմվոլիկայով, այդ համակարգով մարդիկ սկսեցին հորինել բառեր, որը վերացական, որը ավելի абստրակտ է, ավելի զգացմունքային է, այսինքն սեր, կարոտ, տխրություն, եւ դա մարդիկ սկսեցին շփվել զգացմունքային այդ բառերով, առաջացավ հոգեվոր մի կապ, որը ի վերջո ստեղծում է արվեստ հասկացողությունը։ Մենք միմյանց հետ սկսեցինք շփվել այդ հոգեվոր կապով, բայց դա ուրեմն անհատական երևույթ է, զգացմունքը դա անհատական երևույթ է, երբ որ մենք ասում ենք սեր, մարդը լսելով այն սկսում է հիշել իր սիրո պատմությունը կամ նրա բացակայության մասին, սկսում է տխրել, սկսում է ուրախանալ եւ ինչպես բացատրել թե ինչ է սերը եւ ինչ է տխրությունը, բայց այնուամենայնիվ մենք շփվում ենք միմյանց հետ այդ հոգեվոր կապով եւ առաջանալով այդ արվեստը սկսեցինք արվեստով շփվել միմյանց հետ, լինի դա թատրոն, երաժշտություն, նկարչություն, այն ինչի մասին որ մենք հիմա խոսում ենք, հենց դրա մասին է 6-րդ զգայարան, հենց դա է, այսինքն այն 5 զգայարանները, որոնք այն շոշափելի են, տեսանելի են, 6-րդ զգայարանը ինքը շոշափելի չի, ամբողջությամբ դա զգացմունքների մասին է, այսինքն սեր եւ նրա ուրեմն բացակայության մասին, նրա հետևանքների մասին, իմ ամբողջ այս ցուցահանդեսի այդ վերնագիրը վերաբերում է 6-րդ զգայարանը, վերաբերվում է սիրո մասին եւ ամենակարևոր մարդու համար դա սիրելն է, սերն է, եթե կա սեր, ընդհանուր առմամբ ամեն ինչ պետք է որ լավ լինի։ Հատկապես կյանքի նկատմամբ, որտեղ գույները պետք է շատ լինեն։ Եվ արվեստը իհարկե, հետաքրքիր է ինչպիսի ձևաչափով է, ինչ ձևաչափով է անցկացվել ցուցահանդեսը, ինչ աշխատանքներ են ներկայացված եղել։ Ներկայացված է տարբեր ժամանակի ընթացքում ուրեմն արված աշխատանքներ 93-ից, այսպես ասեմ, պրոֆեսիոնալ այս իմ նկարչական կարիերան, որ սկսվեց 93-ից մինչև այսօրը։ Եվ հետաքրքիր է հենց այդ է, որ ամբողջությամբ նվիրված է սիրո։ Ուրեմն նախորդ ցուցահանդեսին կար անվանում հասկացողություններ նկարների, նկարների։ Ուրեմն այս ցուցահանդեսին որոշեցինք, որ անվանում պետք է չլինի։ Խնդիրը նրանում է, որ երբ որ ես նայում եմ, երբ որ իմ նկարը սկսում եմ բացատրել, դա իմն է, իմ զգացածն է, բայց այս դեպքում մենք որոշեցինք, որ չլինի անվանում, որպեսզի հանդիսատեսը ինքը որոշի, թե այդ նկարը իրենն է, թե իրենը չի, զգացողություններով կիսվի, անես տպավորություն որ լինի, որ իմ նկարչությունը դա հայլի է եւ ինքը տեսնում է այդ նկարում իրեն, ոչ թե ինձ։ Այդ իսկ պատճառով որոշեցինք, որ չլինի ուրեմն անվանում հասկացողությունը։
Այս ցուցահանդեսը կարծես այս տարվա երկրորդ, եթե չեմ սխալվում, ցուցահանդեսն է։ Տարբեր ցուցահանդեսներ այո ունեցել եմ, բայց իբրև անհատական ցուցահանդես երկրորդն է, այո, որովհետև երկար ժամանակ այնպեսի տպավորություն է, որ չի համարձակվում ցուցադրվել, այնպես տպավորություն, որ դեռ պատրաստ չեմ, եւ ինչ որ մի պահի հասկացա, որ արդեն ժամանակն է եւ այս տարի սկսվեց։ Իսկ կա արդյոք գաղափար առաջիկայում ցուցահանդեսի, որտեղ ներկայացված կլինեն ոչ միայն ձեր նկարները, այլ նաև քանդակներ, որպես այդպիսի աշխատանք։ Մյուս տարի որոշել եմ, որ ուրեմն նոր գաղափարներ կա, նոր իդեաներ կլինեն մոտավորապես մեծ չափերի, մեծ մասշտաբների ուրեմն կտավներ եւ այո, միաժամանակ եւ քանդակներ։ Իսկ թեման արդեն գիտեք։ Թեման նույնն է։ Սերը։ Այո, թեման նույնն է։ Այո։ Ես հենց այդ մասին եմ ուզում իրականում հարցնել, որովհետև պարզ դարձավ ձեր խոսքից, որ առհասարակ զգացմունքները սերը մասնավորապես նաև ոգեշնչման աղբյուր են եւ հետաքրքիր է դուք ստեղծագործելիս նախ եւ առաջ ինչն է ոգեշնչում ձեզ եւ ինչպես այդ ստեղծագործական process-ն ընթանում։ Ինչից է սկսում գաղափարը։ Գաղափարը Գիտեք, նկարելուց իմ մոտ նկարչությունը ստացվում է ավելի էքսպրեսիվ, այսինքն ես նախորդ չեմ մտածում ոչ մի բանի մասին, կա նյութը, կա կտավը եւ երբ որ սկսում եմ աշխատել, կարծես թե ինքն է հոշում, այդ անգիտակցականը, ենթագիտակցականը ինքն է հուշում, թե ինչ պետք է լինի եւ ստացվում է այն, ինչ որ ստացվում է, որտեղ ամբողջությամբ սիրո թեման, որը որ կարծես թե իմ ամբողջական էությունն է, այդ ամեն ինչով ես փորձում եմ փոխանցել կտավին, թղթին։ Սերն է ուղղորդում ինձ նկարել այն ինչ որ ստացվում է։ Եվ հրաշալի է, որ մենք եւ նաեւ մեր հեռուստադիտողները վստահ եմ ցուցահանդեսների եւ ցուցադրությունների միջոցով հնարավորություն են ստանում տեսնել այս աշխատանքի արդյունքը։ Մենք ձեզ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքիր զրույցի համար, վստահ ենք, որ առաջիկայում դեռ առիթ կունենանք հյուրընկալելու, արդեն գուցե հենց գալիք տարի սպասվող ցուցահանդեսի թեմայով։ Շնորհակալ ենք անչափ։ Իսկ մենք սիրելիներ շարժվենք առաջ, լսենք երաժշտություն ու վերադառնանք։